քննչական կոմիտեի հաղորդագրությունից կարդալով հասկանում ենք, որ տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ, այսպես դուք նվաստացրել եք մարդու արժանապատվությունը, չգիտեմ, վիրավորել եք իրեն, ես այդպես եմ հասկանում կարծածից, թե դա ինչի մասին է խոսքը, որ Երևի Միրանն է Պողոսյան օգնի այդ հարցով։ Զգուշ լինեմ չթափվեմ, հետո չասեն, որ ինչ որ գործողությունը նաև ստեղ իրականացվել։ Տեսեք, տեղի ունեցել մի շարք իրադարձություններ, որոնք որ մեր գնահատմամբ հատվածաբար է վարույթն իրականացնող մարմինը գնահատել, գնահատման արդյունքում ունենք քննչական կոմիտեի հաղորդագրությունը, որը որ տարածվել է։ Ամեն դեպքում մենք պնդում ենք, որ այս գործողությունները ինչը որ տեղի ունեցել հրապարակային ձևով, դրանք խուլիգանության հետ որևէ կապ չունեն, դրանք իրականացվել են մինչ այդ դրան նախորդող իրադարձությունների պատճառաբանությամբ եւ կապակցությամբ, այն մարդիկ, որոնք որ պնդում էին, որ չգիտեմ, ինչ որ լավ տղա են եւ այլն, մինչ այդ գործողությունները չէին նաև հիմնավորել իրենց գործողությունները, այսինքն հեռախոսային խոսակցություններ են տեղի ունեցել, որոնց վերաբերյալ որևէ գործողություն չի իրականացվել։ Այն ինչ կատարել է պարոն Մանուկյանը այդ գործողությունների ընթացքում երբևիցե չի հրաժարվում այդ գործողությունները կատարելուց, սակայն դրանք խուլիգանական մղումներ, հասարակական կարգը խախտելու մղումներ դիտավորություն չեն ունեցել։ Այդ բոլորը, երբ որ հատվածաբար չդիտարկի քննչական մարմինը եւ դատախազությունը, ակնհայտ կլինի, որ պարոն Մանուկյանի գործողություններում հանցակազմի որևէ տարր գոյություն չունի։ Հիմա ունենք իրավիճակ, երբ որ իր կատարած գործողությունները հատվածաբար մեկնաբանելու արդյունքում քննչական կոմիտեն հանգել է հետևության, որ տեղի է ունեցել խուլիգանություն, այդ կապակցությամբ մեղադրանք է ներկայացվել, բայց ես վստահ եմ, որ ամբողջ միջադեպը նախապատմությունով, ետպատմությունով ուսումնասիրվի, դրանք հաստատվում են նաև հենց դիմացի կողմի ցուցմունքներով այդ իրադարձությունները իրական լինելու, ապա կհանգի հետևության, որ ոչ Արթուր Չախոյանի, ոչ Մեսրոպ Մանուկյանի գործողություններում խուլիգանական որևէ գործողություն արկա չէ։ Ես չեմ խոսում այն իրավական խնդիրների մասին, թե ոնց ստացվեց, որ այդ գործը հենց այս պահին հարուցվեց եւ այլն, դրանք հետագա քննարկման առարկաներ են, բայց առերևույթ այս պահի դրությամբ Մեսրոպ Մանուկյանը ընդունել է իր գործողությունները այնքանով, որ դրանք պայմանավորված չեն եղել խուլիգանական որևէ շարժառիթով։ Դրանք եղել են ի պատասխան որոշ անպատասխանատու հայտարարությունների։ Այսքանը կարծում եմ կներկայացնենք, այս պահի դրությամբ որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը կա, երևի ակնհայտ է, թե ինչը տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը այդ կարճ ներկայացնեմ ինչ է, օրինակ, եթե ես հիմա ինչ-որ վատ արտահայտություններ անեմ ձեր եթերում, կստացվի, որ տեղեկատվական տեխնոլոգիաները կիրառելով եմ այդ խուլիգանությունը կատարել։ Խոսքը միայն դրան է վերաբերվում, այսինքն այստեղ բարդություն կամ այլ գոյություն արկա չէ։